որ այն ինչ որ հիմա ներկայացվում է որպես խաղաղություն, արվում է նպատակային, որպեսզի Նիկոլ անհողը վերարտադրվի ու կրկին կատարի թուրք-ադրբեջանական տանդեմի ոչ թե ծրագրեր, այլ երազանքները։ Նրանք նույնիսկ այս մասին չէին էլ երազում նախկինում։ Նրանք չէին երազում, բայց հիմա դրանք բոլորը ծրագրեր են։ Դրա վերջնարդյունքը մեր հայրենակիցները պետք է գիտենան, որ ընդամենը 15-20 տարի հետո 15-20 տարի հետո Հայաստանը կործանվելու է, եւ դա արվելու է Նիկոլի ծեռան։ Եվ Նիկոլը դա անելու է ժողովրդի անվան տակ, որովհետեւ ասելու է ժողովուրդը ուզեց, ես էլ արեցի։ Հենց այդպես գցելու է ժողովրդի գրբանը։ Այո։ Մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ այս խաղաղությունը իր գինը ունի, իր արժեքը ունի, որը վճարելու ենք մենք, ոչ Աննա Էրատոն իր երեխաներով, ոչ Նիկոլը, ոչ Արայիկ Հարությունյանը, ոչ Պապիկյան Սուրիկը Պիսկեմը, ոչ թուրքերի գործակալ ըստ Միքայել Մինասյանի Արաբատ գործակալ Միրզոևը չեն վճարելու։ Իրանք իրանք գրբանից չեն վճարելու։ Իրանք վճարելու են Հայաստանի տարածքներով, իրանք վճարելու են Հայաստանի ինքնիշխանության կրնով, իրանք վճարելու են Հայաստանի անվտանգության կնով, իրանք վճարելու են Հայաստանը թուրքերը լցնելու կնով։ Սա պետք է ժողովուրդը հասկանա։ Նիկոլը բազմիցս ասում էր, բազմիցս է ասել, մենք կարող էինք Արցախի հարցը լուծել առանց զոհերի։ Ինքը դիտավորյալ այս զոհերը տվեց, որպեսզի սարսափ մտցնի այս ժողովրդի մեջ, որ այ եթե դուք չանեք իմ ասածները, թուրքերի ուզածները նաև, ապա ելի եք զոհեր տալու։ Բայց մենք ավելի ենք զոհեր տալու, եթե Նիկոլը մնաց իշխանության։